Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը։ Այս անգամվա վլոգը մի փոքր ավելի ուշ եմ սկսում, ամբողջ օրը գործ էինք անում, հետո որոշեցինք պատրաստվել ու դուրս գալ զբոսնելու, այնպես որ դուք էլ գալիս եք մեր հետ, տեսնենք ինչպիսի զբոսանք ենք այս անգամ ունենալու, քանի որ անցած անգամ Անգելինայի հետ օր էի անցկացրել ու իմ գեղեցկուհին մեր հետ չէր, այս անգամ որոշեցինք բոլորով դուրս գալ զբոսանքի։ Սիրուններս, մենք երթուղայինից իջանք, հիմա այսպես զբոսնելով կգնանք դեպի Սայաթնովա այգին, քանի որ Նինուլիկա ատրակցիոններ չէր նստել, այն օրվա Անգելինայի վիդեոները տեսել էր ու ինքն էլ էր ուզում։ Մի խոսքով հիմա կգնանք ու արդեն հովը ընկել է, շատ լավ եղանակ է, անձումով ենք գնալու անգետ։ Գնանք, երեխեքը մի փոքր ատրակցիոնները կխաղան, հավեսները կառնեն ու էլի զբոսնելով երևի կգնանք դեպի հրապարակ։ Միերա իսկական զբոսնելու դուրս է սիրուններս, հաշվի առնելով են, որ մենք այս տարի կարելի ասել ամառ չենք տեսել, այսօր եղանակը մեր օգտին էր, վերջապես այս երեկոյան ժամերին անձրև չի եկել ու մենք էլ այդ հնարավորությունը փառ չթողեցինք ու դուրս ենք եկել, ամբողջ հունիս, հուլիս ամիսները անձրև, ամպրոպ, կայծակ, մինչև երեք ահա որ անձրև էր գալիս երեկոները ու ինչ էլ որ պլանավորում էինք չէր ստացվում, քանի որ եղանակը թույլ չէր տալիս։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ եթե տանն եք ու ալարում եք դուրս գալ տանից, մի կալարեք, ելեք, հագնվեք, պատրաստվեք ու դուրս եկեք զբոսանքի, որովհետև իսկապես շատ հավես, զով եղանակ է։
շատ նազանի, համեստ, աղջիկական, թիթիզիկ, բայց երբ պահը գալիս է, որ երեխեքը մի փոքր, հատկապես աղջիկ երեխաները մի փոքր ավելի համարձակ լինեն, օրինակ սամագատ քշելուց, հեծանիվ քշելուց ու ավելի այսպես ադրենալինով ու նմանատիպ խաղեր խաղալուց, այդտեղ ես հասկանում, թե իրան իրականում իրանց իշքան այսպես մուպսիկ եք մեծացրել։ Կոնկրետ Նինուլիկիս պարագայում ինքը մի փոքր վախենում էր սամագատ քշելուց, չնայած նրան, որ ինքը եւս ունի ու իր սամագատը շատ լավ է վարում, բայց այս երկու կալոսանի սամագատները բայց վերջում շատ լավ քշեցի։ Վախեցավ, ռիսկով չէր քշում, հա։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, ավելի ճիշտ կլինի, որ մեր աղջիկ երեխաներին ավելի համարձակ մեծացնենք, որպեսզի ոչ մի բանից վախ չունենան, ռիսկով ամեն ինչը փորձեն, թեկուզ եթե չկարողանան, բայց փորձեն ու հասկանան իրանք դա կարող են, թե ոչ թե վախենան, որ կընկնեն, կվնասեն իրենց։ Օրինակ Անգելինաս Նինուլիկի հակապատկերն է, ինքը ավելի համարձակ է նման պարագաներում, հա, ոչինչ, ու ինքը չի ասում ես չեմ կարող, ինքը եթե չկարողանա էլ անպայման ուզում է փորձել ու այդպես։ Մի խոսքով գնանք մեր օրը շարունակենք փայլել։ Շատ երկար մտածելուց հետո Նինուլիկը որոշեց, որ ինքը ուզում է այս կազանկային ասում, ինչ են ասում, այս կազանկայով թռչկոտել, բայց միևնույն ժամանակ ահավոր շատ վախենում է։ Մի վախեցի, ես քեզ իշքանով պետք չանեմ, գնացի, հետը կանի չեմի, Պես լավ է թե էլի ուզել է։ Չէ, լավ է։ Չէ, պես լավ է։ Պես հետը է։ Լավ է։ Այստեղ երեխեքը ավարտեցին իրանց արկածները, հիմա գնում ենք Պոնչկո, աղջիկս ընկել է հեծանիվից ու մատիկը ցավացրել է։ Հիմա գնում ենք այգի։ Եկեք որոշեք, որը ինչ պետք է նստիկ։ Ես եմ։ Հաստատ։ Առաջինը գորդը։ Okay, գնացինք։ Հետո ցեպեից հետո jsem։ Բայց այդ բարձրությունից հետո աստեղնի ապսեմ համստեղնի Ինչպես տեսնում եք, Անգելը իր տարերքի մեջ է, բայց ուզում եմ, որ մի հատ տեսնեք դուք այս ատմոսֆերան, հով, զով, հավեսին, իսկական մանկալու, դուրս գալու եղանակ էր, ինչ լավ արեցինք, որ չալարեցինք ու դուրս եկանք, երեխեքը լավ ժամանակ են անցկացնում, մենք նույնպես շատ հավես ժամանց ենք անցկացնում, իսկ Նինուլիկը դեռ չի կողմնորոշվել, թե ինքը ինչ ատրակցիոն է ուզում նստել։ Ես մինչև միայն պատուտից հետո շատ ուրախ եմ ուզել նստեմ, մենակ ցեպերություն, որը պատուտից հետո շատ լավ բաներ է դիտել։ Ասա։ Լավ է,
moments later. Բարի լույս սիրուններս, բարի առավոտ եմ մաղթում բոլորիդ, բարի շաբաթ կիրակի օր եմ մաղթում բոլորիդ, ցանկանում եմ շատ լավ հանգստյան օրեր, դե իսկ մենք շարունակելով երեկվա վլոգը արթնացել ենք, օրը խոստումնալից է, ինչպես տեսնում եք շատ արևոտ պայծառ եղանակ է. Հիմա սուրճ ենք դրել, սուրճ ենք խմում, սուրճը խմենք, արթնանանք ու անցնենք գործի, տան մաքրությամբ պետք է զբաղվենք և պետք է հաց պատրաստեմ, այսօր պատրաստելու եմ բորշ, այո, գուցե շատերիդ համար տարօրինակ լինի, քանի որ բորշը ավելի այսպես ցուրտ եղանակի ուտեստ է, բայց տան բոլոր անդամները սիրում են, երեխեքը սիրում են ու ցանկացա, որ այսօր
լինի բորշ։ Այնպես որ սուրճը խմենք ու անցնենք գործի։ Ասեք ինձ սիրուն է այս տեսարանը, թռչունները արթնացել են, մի խոսքով ամեն ինչ շատ սիրուն է։ Վերջ սիրուններս, սա էլ մեր բորշի վերջնական տեսքը արդեն եփվել պատրաստ վիճակում է, նույնիսկ հասցրել են երեխեքը ուտել ու իրենց գնահատականը տալ, ասեմ, որ շատ համով էր ստացվել, չնայած գույնը այդպես կարմիր չստացվեց, ալկարմիր, ինչպես սովորաբար լինում է, երևի տակի գույնը այդքան էլ կարմիր չէր, չգիտեմ, չհասկացա պատճառը, բայց դրանից համը չի տուժել, վստահեցնում եմ, որ իսկապես շատ համով է ստացվել, այնպես որ եթե դեռ չեք կողմնորոշվել, թե այսօր ինչ կարելի է պատրաստել, պատրաստեք համով բորշ եւ մատուցեք, վստահաբար ընտանիքի բոլոր անդամներին դուր կգա, այնպես որ բարի ախորժակ։ Սիրուններս, ձեզ նորից միանում եմ այս անգամ այսպիսի տեսարանով, այսօր կարելի ասել ոչ մի բան չկարողացա նկարել, որովհետև ամբողջ օրը տան գործերի հետ էի, տարբեր խառը գործեր կար, որոնք պետք է անեի ու ավարտին հասցնեի, դրա համար ոչ մի բան չկարողացա նկարել։ Ես էլ մեղմ ասած, որ այդքան էլ տեսքին չեմ, որպեսզի կադրում երևամ, դրա համար եկեք այստեղ ու այսքանով այս վլոգը հասցնենք իր տրամաբանական ավարտին, իրականում չգիտեմ ինչպիսի վլոգ կստացվի, մի փոքր խառը ստացվեց, բայց ամեն դեպքում ուզում եմ տեղադրել, կարծում եմ հետաքրքրությամբ կդիտեք, ստացվում է առօրյա կենցաղային վլոգ, բայց ամեն դեպքում մի խոսքով այսքանով վլոգը ավարտում եմ, նախ շնորհակալություն եմ հայտնում վլոգը մինչև վերջ դիտելու համար ու եթե հավանեցիք ու դեռ չեք հասցրել բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք սեղմելով զանգակ կոճակի վրա, որպեսզի չկորցնեք ինձ ու բաց չթողնեք մեր հետագա վլոգները, անհամբեր կսպասեմ բոլորիդ մեկնաբանություններին, սիրով կկարդամ, կպատասխանեմ, այնպես որ կարող եք ակտիվ լինել նաև լայքերի դաշտում, մեկնաբանությունների դաշտում, մի խոսքով այդքանը, սիրում եմ բոլորիդ շատ, դե իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, ես էլ գնամ Արտուկսանը